հատկապես երիտասարդները պետք է խոհեմ լինեն։ Ինչու է ասում սա։ Ուրեմն խոհեմություն գիտեք, նաև այդ ժուշկալությունն է, չափավոր կամ ինքնազսպված լինելը։ Երիտասարդների մեջ կրակը մեծ է, չէ, շատ կրակ կա։ Բայց երբեմն այդ կրակը երիտասարդները սխալ տեղ են օգտագործում եւ իրենց կյանքն են կորցնում։ Մեկը թմրանյութի մեջ, մեկը խաղամոլության մեջ, մեկը տարօրինակ ինչ-որ ձգտումների մեջ, երբեմն տեսնես բոլոր այսպես ամբողջ մարմինը պատված են դաջվածքներով այդ մեղքերի մեջ, հարբեցողության մեջ, տարատեսակ։ Ուրեմն մարդը, հատկապես ծեր տղամարդիկ կանայք, նաև երիտասարդներին պետք է օրինակ դառնան, որ երիտասարդները ճիշտ ճանապարհը բռնեն, ճիշտ ճանապարհը գնան քայլելու։ Ցավոք սրտի այսօր երիտասարդությունը կործանման մեջ է աշխարհի մեջ, հատկապես թմրամոլություն եւ հարբեցողություն եւ հիմա էլ արդեն շատ տարածված խաղամոլություն, որ նույնիսկ աղջիկներն են սկսել շատ խաղալ։ Եվ վերջին շրջանում էլ շատ տեսնում ենք սարսափելի քանակությամբ, հատկապես կանայք սկսել են դաջվածներ անել։ Մատերին, մեջքին, էսկրսկավանդակին, թևերին, ամեն տեղ, նույնիսկ շալվարը ճղում են այդ հատվածում դաջվածքները բոլորը տեսնեն։ Ուրեմն սրա համար չի ձեր երիտասարդությունը տրված ձեզ, որ ձեր կյանքը փչացնեք։ Երիտասարդությունը տրված է, որպեսզի կարողանաս այդ կրակը ճիշտ տեղում օգտագործել։ Ոչ ոք չի ասել մի սովորիր, կրթություն մի ստացիր, հարուստ մի եղիր, գեղեցիկ մի եղիր, սրա մասին չէ, այլ այս ամենը պետք է այնպես անես, որ զսպվածությունը օգտագործես ճիշտ ճանապարհ, այսինքն մեղքդ այնպես անես, որ քո կյանքի մեջ քեզ չուտի։ Դրա համար ռոմեական հայտնի խոսքը ասում է՝ լավ այն մարդը, ով իր կրքերն ու ցանկություններն է զսպում, քան այն մարդը, ով մի ամբողջ քաղաք է ղեկավարում։ Ուրեմն ավելի լավ այն մարդը, ով կարող է ինքն իրեն զսպել, տիրապետել, չափավոր լինել, որպեսզի մեղքի մեջ չհայտնվես, հետո կործանման չմատնվես։ Իմաստուն այն երիտասարդը, ով կարողանում է ինքնազսպումով հասնել։ Օրինակ շատ մեղքեր կան, որ մեզ առաջարկում են մեր ընկերները, մեր բարեկամները, բայց դու այնքան համառություն, քաջություն, հոգևոր պիտի ունենաս, որ ասես ես այդ մեղքը չպիտի գործեմ։ Դե մի անգամից է սկսում, դժվար առաջին անգամն է։ Դրա համար դու պետք է ինչքան էլ ցանկություն ունենաս, ինքդ քեզ զսպել կարողանաս, ձեռքդ չմեկնել մեղքին, վառել։ Երեխան էլ չէ, ինչքան ասում ես մի մոտեցիր կվառվի, ինքը այնքան է մոտնում, ինչեւ վառվում է ձեռքը, հետո հետ է գալիս։ Բայց պետք չի որ վառվես, հետո նոր վերադառնաս։ Եվ սա վերաբերում է ոչ միայն ամուսնացած, այլև չամուսնացած, բոլորին, թե ամուսնացած, թե չամուսնացած երիտասարդը, այս ամենը պետք է ժուշկա լինի, խոհեմ լինի։ Եվ տեսեք Սողոմոն իմաստուն առակած գրքի մեջ ասում է, իր բարկությունը զսպող ավելի լավ է, քան մի հատ մեծ քաղաք գրավողը։ Ուրեմն այդքան կարևոր է թե դու բարկության, չարության, ատելության ժամին ինչպես պիտի վարվես եւ ինչ պիտի անես, որպեսզի դու էլ այդ մեղքի մեջ չհայտնվես։